Ընդդիմությունը դիմել է սահմանադրական դատարան, ինչ եք կարծում։ Սահմանադրական դատարանը Նիկոլ Փաշինյանի շահերի դեմ որոշում կկայացնի։ Հետ իրանց իրավունքն է։ Թող տան, ինչ է եղել որ։ Իսկ որոշումը ինչ եք կարծում իրանց։ Որոշումը դատարանը կանի, դատավորը։ Այդ ոչ մեկ չի իմանում։ Ով գիտի դատավոր ինչ գլխին ինչ կգա։ Նենց որ Նիկոլը ոչ մի բան կորցնելու բան չունի։ Ոյ, քաղաքականությունով չեմ զբաղվում, չեմ սիրում նման հարցերին պատասխանել։ Իհարկե ոչ։ Չի կայացնի ոչ մի որոշում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Իսկ ինչ եք այդպես։ Որտեւ իր դրած մարդն է։ Ոչինչով ոչ փոխվելա, ոչ էլ։ Նույն բանն է։ Չեմ կարծում, չգիտեմ, ճիշտն ասած չգիտեմ։ Կայացնի որոշումը, տեսնենք ինչ որոշում կկայացնի։ Եթե փաստեր լինի, որ ինքը մեղավոր է, հնարավոր է։ Եթե փաստեր լինի, բայց դե անհիմ մեղադրանք ես վախում ընդհանրապես ոչ մեկին չեմ ցանկանում։ Պետք է փաստերով ամեն ինչը լինի։ Ես այդ եմ հասկանում, որ փաստ պետք է ունենաս, որ կարողանաս ներկայացնես դատարան։ Ես որևէ սպասելիք չունեմ սահմանադրական դատարանից, որ որևէ պոզիտիվ որոշում կարող է կայացնել ընդդիմության համար, որովհետև ամեն ինչ հայտնի է հենց սկզբից, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նման պատվեր է կատարելու։ Ընդդիմությունը դիմել է սահմանադրական դատարան, ինչ եք կարծում։ Նիկոլ Փաշինյանի շահերին դեմ որևէ որոշում կկայացնի սահմանադրական։ Այդ կարգի մերնեմ ջան, ես այդ դրանից գործ չունեմ։ Ես չեմ խառնվում։ Դժվարում եմ պատասխանել, անկեղծ դա իմ ոլորտը չի, ներեցեք։ Ինչպես շահերի դեմ կարամ ասում, այս շենքը հիմի բան են արել, գրադարանը լուծարել են ու վաճառքի են դրել։ Ինչ անենք այս շենքի հարցը, թողնենք լուծարվի, 22.5 միլիոն գիծ գրականություն ոչնչացնելու եզրին է, այն այս շենքը։ Անմարդ իրա գործով թող զբաղվի, մեր շենքներ գիտատեխնիկական գրադարան է, գիտություն է, ոչնչացնելու որ ինչ։ Իսկ այդ մասով ինչ կասեք սահմանադրական դատարանի որոշում։ Դե ամեն մի փոքր բան գալիս է վերևներից, վերևները որ լավ լինի, ներքևներ լավ կլինի, այս գրադարաններ չեն վաճառի, մարդիկ էլ լավ կապրեն, այտենց, թե չէ իրանց մնաց սա ֆուտբոլի դաշտ են ուզում սարքեն, կամ վիսոտնի շենքեր սարքեն, կամ ֆուտբոլի դաշտ, վերջ ինչ է լինել, ես այս որ հանձնեցին ես կանալիզացիան ուր է գնալու, էլի որ միշտ փողոցներն է լցվելու, չէ, էդ էլ կա, չէ, ուրեմն թող ճիշտ ղեկավարեն, ով ուզում է ղեկավարի, տվյալ պահին լավ չի ղեկավարի, թե ծառն էլ աճել է դաժե շենքի վերևը,